Պարոն Ղազարյան, ինչ ակնկալիքներ ունեք այսօրվա հանդիպումից վերջո կկայանա, թե այսօր էլ չեն ընդունի։ Դե ոնց որ ես հասկանում եմ, ամեն ինչ կախված է դրանից, թե պատգամավորներից ով է գալու հանդիպման մասնակցի, մինչև հիմա արդեն օրինաչափություն է, եթե հանդիպման պետքական քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ այդ հանդիպումները չի կայանում եւ չի կայանում միայն ինձ հետ, այսինքն նրանք ընդգծված խտրական վերաբերմունք են ցուցաբերում այդ մասին հրապարակային նաեւ արտահայտելով։ Իսկ մյուս հանդիպումները, որոնք կայացել են, եթե պատգամավորները այլ խմբակցություններից են, հիմա ճիշտ ասած չգիտեմ, թե ով պատգամավորներից ով է այսօր լինելու, եւ ըստ դրա արդեն կիրեւ հանդիպում կայանա, թե չէ։ Այսինքն, եթե չգան ենթադրաբար հաշվի առնելով նախորդ հանդիպումների չկայացած փորձը, կնշանակի, որ հանձնաժողովի քվական անդամները խախտում են մարդու իրավունքները, լինելով մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ Այո, բայց ասենք դա խախտելու համար պետք չի միայն լինել հանձնաժողովի անդամ, ցանկացած պատգամավորը, որ խտրական վերաբերմունք ցուցաբերում, այո, եւ իրավունքա խախտում եւ նաեւ այդ գործողությունը քրեորեն է պատժելի։ Ես արդեն 4 դիմում ունեմ ներկայացրած գլխավոր դատախազություն, իդեպ 3 գրություն ստացա, որ Ռուբեն Ռուբինյանի մասով դա առաջի դիմումն էր, արդեն ընթացք է տրվել այդ դիմումին, ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն, ակնկալում եմ, որ վարույթ կնախաձեռնվի եւ մյուս բոլոր գործերով, այսինքն մենք դեռ նաեւ ունենք 2 հանդիպում, մեկը ամսի 30-ին մայիսի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողով եւ մի հատ հետաձգված հանդիպում տնտեսական հարցերի հանձնաժողովը, ես դրանց էլ եմ անպայման գալու, էլ չասեմ, որ հեսա հունիս ամսվա ընդունելությունն հայտարարվելու գերանցվելու եմ, բնականաբար բոլոր հանձնաժողովներին եւ փոխնախագահներին, սրանք իմ ձեռից պրծում չունեն, իսկ ինչ վերաբերում է այս հանձնաժողովին, որ դուք ասում եք մարդու իրավունքների խախտում, այս հանձնաժողովը ինձ համար շատ հոգեհարազատ հանձնաժողով է, որովհետեւ ես տեղի եղել եմ ՄԻՊ-ի տեխնացու եւ այդ միջադեպով ասեմ դες, որ դատարանը արդեն որոշում կայացրել է բոլոր ատյաններով, Ռուստամ Բաքոյանը պարտավորվածություն ունի ինձնից ներողություն խնդրելու եւ նաեւ փոխհատուցման գումար վճարելու, ուզում եմ տեղեկացնել, որ նա չի կատարել դատարանի որոշումը եւ ես արդեն գրություն եմ ստացել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, որ նրան դեմ վարույթ են սկսել դատարանի որոշումը չկատարելու համար եւ նրա հաշիվների վրա կալանքադրված դակի որոշմամբ եւ ես կարծում եմ նրան դրա համար էլ կա սահմանված ժամկետ, եթե ժամկետում ինքը չկատարի դատարանի որոշումը, ապա հաղորդում է լինելու հանցագործության մասին, որովհետեւ դատարանի որոշումը չկատարել է քրեական հանցագործություն։ Ես չգիտեմ, այս քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները ինչի են որոշել այս մարդիկ իրանց վերագրելի, վերաբերելի համարել, բայց իմ հետևողականությունը անզիջում է։ Իսկ բացի Ռուբինյանից մասով էի քաղաք Հակոբ Արշակյան, Էմմա Պալյան եւ մի հոգի Արսեն Թորոսյանի չէ, մի հոգի պատգամավորը, որ այն չեմ ճանաչում, այն որ բաներ, Բալգարկայր ծախ է, հետո Աչափնյակի թաղապետ էր եղել։ Չենք ճանաչում է դրանց։ Ասեմ, որ մենք ներկայացնենք պարոն Ղազարյան, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսելյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Իսկ միայն ինձ։ Այո, միայն ձեզ մնացած ընդունելությունը հիմա սկսվել։ Բարի, հիմա ձեզ հետո կգալու ենք այստեղ։ Պարոն Ղազարյան, Փաստորեն պետք է նույն դեպքին, հա, ականապես եղան չընդունեցին։ Ճիշտ ասած, ես այսօր իմ ուսապարկի հետ բերել եմ։ Միգուցե այստեղ հիմա կազմակերպենք իմ հանդիպումը պարոն Տիգրան Պարսելյանի հետ, պայմանական, իհարկե սա ավելի որակով է, սա իմ համար շատ օգտակար ուսապարկայի տարբերություն Տիգրան Պարսելյանից, որից ես ոչ մի օգուտ չեմ ստացել, չեմ կարծում, որ բնության մեջ որևէ մարդ նրանից որևէ օգուտ ստացել է։ Ընդունենք, որ սա Ոչ դիմել աթորիտես։ Հա, երևի մի հատ ընդունելություն կազմակերպենք այս ձևով, բա ինչ անենք, բա ինչ-որ մի ձևի ներկայացնեմ իմ բանը Տիգրան Պարսելյանին, որ նայել է փոխանցի պարոն Բաքոյանին։ Տիգրան Պարսելյանին խնդրում եմ ասեք, որ ամեն դեպքում մեր ընդունելությունից որ մի ձևի մենք կազմակերպենք։ Ընդունենք, որ պարոն Պարսելյանն է,
Պարոն Պարսիլյան, ես այսօր ուզում էի ձեզ հետ հանդիպել, որպեսզի փոխանցեք ձեր հանձնաժողովի նախագահի տեղակալ պարոն Ռուստամ Բաքվյանին, որ իր խուլիգանական պահվածքի համար մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում դատանի բոլոր այցաններով ինքը պարտվել է եւ չի կատարել դատանի որոշումը եւ խնդրում եմ եւս մեկ անգամ, որ ինքը կատարի դատանի որոշումը, ներողություն խնդրի եւ վճարի փոխհատուցման գումար։ Ինչպես նաև խնդրում եմ հանձնաժողովի բոլոր անդամներին ձեր փոխանցել, այդ թվում նաև ձեզ, որ պատրել եք բարձրումա իմ գրությունը եւ այն գցել եք աղբարկղը, ես իհարկե ձեզ աղբարկղ գցել չեմ պատրաստվում, բայց խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք կատարեք ձեր պարտականությունը եւ նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Շնորհակալ։ Չի արտական։ Պարոն Ղազարյան։ Պարոն Պարսիլյան։ Չի արտական։ Բայց ձեզ համապատասխան չէ, որ չեն ընդունի հաշվառելով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում պետք ունեցած այդ հայտնի միջավայրը, որով պատասխանատուն այսպես ասած պարտավորել է Ռուստամ Բաքվյանի ներողություն խնդրել։ Ակնհայտ չէ, որ չեն ընդունել։ Չէ, ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ դրանից հետո պետք է ընդունեն, որովհետև դատանի որոշումը նաև ունենում է դաստիարակչական նշանակություն, այսինքն այդ միջադեպից հետո նրանք կարծում են, որ բավարար է, որպեսզի ոչ թե շարունակեին նույն ձևով, այլ հետևություններ անեն եւ դաստիարակեն։ Փաստորեն կարծում եմ, որ սրանց դաստիարակությունը միայն մանկավարժական մեթոդներով դժվար է իրականացնել, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում մենք խորհրդակցություն կունենանք նաև կենդանավարժությունից, այսինքն մանկավարժության հետ կհամակցենք կենդանավարժության մեթոդները։ Այսինքն կերակրել ինչ-որ մի վարժություն, խնդրել, որ կատարի նորից էլի կերակրել, նորից էլի ինչ-որ մի վարժություն, որը ժամանակ անց նորից էլի հետ աշխատել կան, մասնագետներ կան, որոնք տարբեր կենդանիների եւ կրկեսի համար եւ ծառայության համար, ասենք օրինակ կան կենդանավարժներ, որոնք ծառայության համար շներ են վարժեցնում, կան կենդանավարժներ, որոնք կենդանիները վարժեցնում կրկեսում բեմականացումների համար, հիմա խորհրդակցենք, տեսնենք որ մեթոդն է ճիշտ համակցել մանկավարժության հետ։ Պարոն Ղազարյան, տեսեք, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները ձեզանից ողոքում են, ասում են մեզ վիրավորական խոսքեր է ասում, հետո ուզում են մեզ հետ հանդիպել։ Հիմա այս ամենից հետո չեք կարծում, որ առնասարակ չէ հանդիպի, կասեն վիրավորական խոսքեր են խոսել, ասել Վահագն Ալեքսանյանը ողոքում ձեզանից։ Բայց ես Վահագն Ալեքսանյանին ինչու՞մ եմ վիրավորել։ Վահագն Ալեքսանյանը ասում է, որ ինքը աղավնի է, ես էլ ասում եմ, որ դու աղավնում ընդհանրապես նման չես, եթե ասեք որևէ կենդանու հետ Վահագն Ալեքսանյանի հետ կա համեմատել, ես անիրավի եմ համարում իր համեմատությունը աղավնու հետ, որովհետև բացարձակապես որևէ նմանություն Վահագն Ալեքսանյանը աղավնու հետ չունի։ Եթե դա ասել ասեք Հակոբ Աշակյան, ես ինչ որտեղ կհասկանամ, բայց Վահագն Ալեքսանյանի պարագան դա հիմա ասեք եթե դրա մասին բարձրացնում դրա վիրավորել որ Ինչու որոշեցիք հենց այսօր բերել սապարկը։ Ճիշտ ասած ես լողավազանից եմ գալիս։ Ամսի 30-ի ժամի 3-ին կրթության հարցերի հանձնաժողովի հետ հանդիպումը եկող շաբաթ ուրբաթ այդ ընթացքում կա նաև մի հատ հետաձգված հանդիպում տնտեսական հարցերի հանձնաժողովի եւ օրը դեռ չեն ասել եւ որ ասեն ես տեղեկացնում։ Ես Պարոն Ղազարյան կա այսպես միտք նպատակ, որպեսզի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների հետ առանձին հանդիպել, գուցե ոչ ազգային ժողովում, օրինակ ձեր նշած քանի որ այն պատգամավորները ովքեր ինձ նամակով գրել են եւ նամակի բովանդակությունից ինձ բարձրացրել չեն հասկացել ես ինչ հարց են բարձրացնում դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Թաքվի Ղազարյանն է եւ Վահագն Ալեքսանյանն աղոն Իրանց հետ ես առանձին հանդիպում խնդրեմ, որպեսզի հարցերի հետ քննարկենք։